Հայազգային կոնգրեսի ակտիվիստները, որոնք երեկ ոստիկանություն բերման էին ենթարկվել, Մարիաքաղաքի կենտրոնական փողոցներում մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թերթոններ և թռուցիկներ էին բաժանում։ Մենք 3 տարի այդպես շարունակում ենք և ոչ մի բան չի կարող մեզ կանգնեցնել։ Ակտիվիստներից շատերը, թեև ոստիկանական օպերացիայի արդյունքում երեկ վնասվածքներ են ստացել, պնդում են, որ իրենց ոչինչ չի կարող խոչընդոտել։ Բավականին վնասվածքներ, ես ձեռքի խնդիր ունեմ, պետք է գնամ դատաբժշկի, երեխաներից մեկը գլխի հետ կապված գլխին էր խփել։ Այսօր շարունակելու ենք մեր ակցիան, բաժանելու ենք մեր Հայազգային կոնգրեսի թերթոնները, նաև մարտի 1-ի հետ հանրահավաքի հետ կապված թռուցիկներ ունենք եւ թող իմանան, որ մենք ոչ մի բռնությունից, ոչ մանից հետ չենք կանգնելու, մեր պայքարը անկասելի է, հաղթանակը անխուսափելի է։ Թերթոնների մեջ կա նաև Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը, անցորդներին բաժանվող նյութերը հետաքրքրում էին։ Քաջարեն որ պայքարեն արդարության համար, ժողովրդավարության համար եւ երկրի բարելավության համար։ Ակտիվիստները իրենց աշխատանքն արդյունավետ են համարում, թեև խոչընդոտներ այսօր էլ առկա էին։ Մարինե Քոչարյան, Արամ Մնացականյան, IPFE